Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինքը քարոզարշավի ընթացքում մարդկանց հետ շփվելու, նրանց կարծիքը լսելու և քննարկում կազմակերպելու նպատակով միաժամանակ կազմակերպել է նաև նրանց տեղափոխումը դեպի Նոր-Նորք գնալու ճանապարհին նախընտրական ցուցակի առաջին համար Արման Բաբաջանյանը քաղաքացիներից հետաքրքրվել է արդյոք գնալու են ընտրության և արդյոք կողմնորոշվել են թե ում են ընտրելու։ Բաբաջանյանը նաև քաղաքացիների առաջարկներին ու դիտարկումներին ի պատասխան ներկայացրել է իրենց ծրագրային կետերից մի քանիսը, անվճար բարձրագույն կրթություն, աշխատավարձերի փոխանցման նոր մոտեցումներ և այլն։ Երեխաների երիտասարդության համար լինի նոր ոնց որ աճ, երեխաների կրթության որակը բարձրանա, երիտասարդների համար ստեղծվի նոր ֆորումներ, նոր կարելի ասել վայրեր, որտեղ իրենք կզարգանան։ Մենք ծրագրեր ունենք, հատկապես անվճար բարձրագույն կրթության ջատագով ենք։ Առաջին օրից մենք վրացական փորձը ուսումնասիրեցինք եւ որոշեցինք Հայաստանում եւս անպայման ներդնել անվճար բարձրագույն կրթություն, որտեղ որպես կոմպակտ ազգ մենք մեր տաղանդներին բացահայտելու մեր սակավ ռեսուրսները կրկնապատկելու, եռապատկելու պարտականություն։ Պետք է ըստ արժանվույն գնահատվի մարդու անցած ճանապարհը։ Այս պետության մեջ չպետք է այնպես լինի, որ 6 ամիս ստաժիրովկա անցած մարդն էլ նույն աշխատավարձն ստանա։ 7 տարի բարձրագույն կրթություն անցած, երբեմն նաև ավելի շատ։ Կոնկրետ ոլորտների չեմ ուզում անդրադառնամ, որպեսզի ըստ արժանվույն հավանաբար բոլորս կհասկանանք ես ինչ եմ ասում, որ ասում 6 ամիս ստաժիրովկա, բայց այն մարդիկ, ովքեր որ կյանք են դնում ու մի ամբողջ ժամանակահատված տրամադրում են ուսմանը ու մասնագիտացմանը, պետքա եռապատիկ չէ, քառապատիկ չէ, տասնապատիկ ավել վաստակեն, որովհետև դա ճիշտ է, որովհետև մարդիկ ներդրում են անում այդ ամեն ինչի մեջ։ Վաստակելու մասով մենք ծրագրային կետ ունենք, որ անպայման ժամական ժամավճար լինի, հաշվարկով աշխատավարձ։ Նաև սա, քանի որ մենք նաև նորմալ արմիություններ չունենք, սա նաև աշխատողների իրավունքների պաշտպանության հարց է լուծում։